Անհրաժեշտ է 3 կգ մալինա, որը լվանում ենք մի քանի անգամ հոսող ջրի տակ։ Այստեղ կարևոր չի զգուշորեն լվանալը, քանի որ աղալու ենք բլենդերով։ Լվանալուց հետո ցամքեցնում ենք և սկսում աղալ բլենդերով։ Աղալու ենք այնքան, մինչ ստանանք համասեռ զանգված։ Աղալուց հետո այսպես մաղով անց ենք կացնում, հեռացնելով կորիզները։ Ահա այսպես բոլորը անց ենք կացնում մաղով և դնում կրակին։ Որից հետո ավելացնում եմ շաքարավազը։ 3 կգ մալինայի համար ես շաքարավազը ավելացրել եմ 2,5 կգ շաքարավազ։ Կան մարդիկ, ովքեր ավելացնում են 1 կգ-ին 1 կգ շաքարավազ։ Ես նախընտրում եմ շաքարավազը մի փոքր պակաս ավելացնել։ Անընդհատ խառնում ենք, որպեսզի շաքարավազը լուծվի զանգվածին։ Եփելու ընթացքում այսպես փրփուր է գոյանալու։ Պետք է կրակը իջեցնել և եփել մարմանդ կրակով։ Եփելու ենք այնքան, մինչև մի փոքր պնդվել է։ Իսկ պատրաստ լինելը ստուգում ենք ափսեով։ Ափսեի մեջ մի փոքր լցնում ենք, հովացնում և գդալի օգնությամբ այսպես գծեր անում։ Եթե դժվարությամբ է միանում իրար, ուրեմն պատրաստ է։ Որից հետո եփվելու ընթացքում առաջացած այս փրփուրը հեռացնում ենք ամբողջությամբ։ Այնուհետև լցնում ենք տարաները և փակում։ Ստացվում է այսպիսի հրաշալի ջեմ։ Եթե ձեզ դուր եկավ պատրաստման այս տարբերակը, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։